Բարի երեկո, սիրելի հեռուստադիտող։ Հեռուստալայվի ժամն է հանրայինի ուղիղ եթերում։ Առաջիկա մեկ ժամը մեր ստեղծագործական թիմը ջանք չի խնայելու ձեզ գոհացնելու համար։ Ուստի հարմար տեղավորվեք, միասին վայելենք մեզ հատկացված եթերաժամը։ Այսօր ապրիլի 13-ին աշխարհում նշվում է ռոքենռոլի համաշխարհային օրը։ Այն համախոհների տոն է, որոնց համար ռոքենռոլը դարձել է ոչ միայն երաժշտություն, այլև կենսակերպ։ Պետք է նշել, որ ռոքը մեծ ժողովրդականություն է վայելում եւ ամեն տարի դրա երկրպագուների թիվը ավելի է մեծանում։ Առաջին անգամ ռոքընռոլը հասավ իր ունկնդիրներին մի սովորական օր, երբ հայտնի սկավառակի այսպես ասած DJ-ը որոշեց մի փոքր ցնցել ռադիոսերներին եւ ձայնագրություն տեղադրել ժամանակակից ռոքի ոճով։ Եվ այդ օրերին այս ոճը բնորոշ էր աֆրոամերիկացի բնակչությանը, եւ այս անունով երաժշտությունը չէր կարող հայտնվել եթերում, ուստի Ալան Ֆրիդը այն ծածկեց ռոքենռոլ երգի ներքո։ Երաժշտության նոր ուղղությունը սկսեց խելահեղ թափ հավաքել եւ արմատավորվել մարդկանց սրտերում։ Այն հակադրվում էր փոփ երաժշտությանը, թեև ակնհայտ սահման գոյություն չունի ռոք եւ փոփ հասկացությունների միջեւ։ Հանրայինի եթերում իր աշխատանքն է շարունակում հեռուստալայվ նախագիծը։ Արցախ աշխարհը իր կարևոր դերակատարումն ունի հանրամյա բազմաշերտ հայ մշակույթի կերտման գործում։ Եվ նույնիսկ արցախայության համար այս դժվար ժամանակահատվածում մշակույթի ոլորտի ներկայացուցիչները չեն կորցնում իրենց լավատեսական ոգին եւ գրեթե նույն եռանդով շարունակում են ապրել եւ ապրեցնել արվեստով։ Ապրիլի 11-ին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ Գանձասարում կազմակերպվել է նկարիչ Արցախ նկարիր խորագրով միջոցառում։ Թեմայի զրուցելու ենք։ Տաղավարում այոնցիրով ներկայացնում ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ աշխատանքների տարման գծով ռեկտորի տեղակալ Արև Հարությունյանին եւ նույն համալսարանի դիզայնի դասախոս Անահիտ Օհանյանի հետ։ Բարի երեկո, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար։ Բարի երեկո, սիրով ընդունել ենք ձեր հրավերը, ինչպես միշտ։ Եվ ջերմացրել մեր տաղավարը ձեր ներկայությամբ։ Եվ այսպես արվեստի նպատակն է մեր հոգուց մաքրել առօրյա կյանքի փոշին։ Պաբլո Պիկասոյի հայտնի խոսքերով սկսենք եթերը։ Եվ իսկապես հատկապես մեր ժամանակահատվածում, որտեղ ապրում ենք, արվեստը ապրեցնում է մեզ, մոտիվացնում, արարելու ցանկություն առաջացնում մեր մեջ։ Այդպես չէ՞։ Իհարկե, այդպես է, նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Գիտեք, ապրում ենք այնպիսի դժվար ու ծանր ժամանակներում, որ չընկճվելը, ստրեսի չընթարկվելը մի քիչ ավելի դժվար է եւ եկեք համաձայնենք, որ արվեստը ունի բուժիչ ուժ, կարող է մարդը ստանալ հոգևոր սնունդ արվեստից եւ պետք է արվեստի նկատմամբ, չնայած այս աշխարհաքաղաքական ծանր իրավիճակներին ավելի շատ ուշադրություն դարձնել։ Շատ լավ։ Ապրիլի 11-ին կայացավ նկարիչ Արցախ նկարիչ միջոցառումը եւ երկրում տիրող վիճակի պատճառով գիտենք, որ այն հետաձգվում էր անընդհատ։ Ինչպես որոշվեց վերջի վերջո կազմակերպել հենց ապրիլի 11-ին։ Նկարիչ Արցախ նկարիր խորագիրը կրող միջոցառումը այս գաղափարը ծնվել է պատերազմից անմիջապես հետո մեզ շատ հայտնի բանաստեղծության հիմքն է այդ միջոցառումը, սակայն անընդհատ խոչընդոտներ են լինում եւ մենք անընդհատ ասում ենք դեռ ժամանակը չէ, բայց պահը հասունացավ եւ հասկացանք, որ ոչ թե ժամանակն է, այլ մի քիչ ուշացել է։ Եվ այսպես մեկնարկը տրվեց միջոցառման։ Հետաքրքիր է հնստացվեց կյանքի կոչել այն բոլոր մտահղացումները, որոնք ի սկզբանե որոշել եք իրագործել, թե այնուամենայնիվ խոչընդոտներ կային։ Ճիշտն ասած, միջոցառումը ինքը ավելի լայնամասշտաբ միջոցառում էր նախատեսված, սակայն մենք արդեն Արցախում բոլորս ունենք ավելի ճկուն հմտություններ ենք մեր մեջ ձևավորել եւ պահի հրամայականով ֆորմատը մի քիչ փոքր է ստացվել, պատերազմյան իրավիճակին նաև գումարվել է մեր շրջափակումն էլ միջոցառումը խանգարել է այդ դիզվառելիքի պատճառով չենք կարողացել այնքան մարդիկ տեղափոխել Գանձասար, որքան որ մենք նախատեսել ենք միջոցառման համար, սակայն փառք Աստծո միջոցառումը հասել է իր նպատակին, միջոցառումը պլանավորել ենք այսպես, որ բոլորը պետք է վերցնեն վրձին, բոլոր ոլորտի աշխատողները, բժիշկները նկարեն իրենց երազած Արցախը, իրենց Արցախը
ծնունդ տան Արցախին, այդ նկարն էինք պատկերացնում ենք, որ մեր փրկարարները կնկարեն փրկված Արցախ։ Իդեպ ծրագրին մենք մեծ տեղ ենք տվել մեր փոքրիկներին, երեխաներին, ովքեր ավելի վառ են պատկերել Արցախը, ավելի վառ գույների մեջ են նկարել Արցախը եւ հենց նրանց երազանքը, նրանց պատկերած Արցախը մենք կտեսնենք վաղը, որովհետև փոքրերի մեջ քիչ է, չէ, կեղծը, նրանք տեսնում են այն, նրանք ամեն ինչ պարզ է, մաքուր է, նրանք հեռուն ավելին են տեսնում եւ առանց ենթատեքստերի ամենակարևորը։ Եվ այդ նկարների մեջ, երբ մենք տեսնում ենք մեծերի նկարների մեջ մի քիչ գույների են, մուգ գույներ ավելի շատ ենք տեսնում, իսկ բոլոր փոքրիկների նկարների մեջ տեսնում ենք պայծառ, արևոտ Արցախ եւ որ ամենակարևորն է վերածնունդ ապրող Արցախ եւ նրանք նկարել էին բողբոջած ծառեր, նկարում էին ծաղիկներ եւ հենց սա է խորհուրդը, որ Արցախը նորից վերածնունդ կապրի։ Հաճելի է, որ անկախ բոլոր հանգամանքներից հաջողեցիք ձեր աշխատանքները եւ ինչն է ավելի հաճելի, որ ներգրավեցիք մեծից փոքր տարիքային։ Առհասարակ տրամադրության անկումներ կային, թե այնուամենայնիվ հաղթահարեցիք այդ ամենը։ Սկզբից մեր միջոցառման այդ թիմը, մենք ունենք շատ լավ թիմ, մեր բոլոր միջոցառումների հաջողության գրավականը դա մեր թիմային աշխատանքն է։ Երբ սկսեցինք աշխատել, մտածում էինք կստացվի, թե չի ստացվի, մեր հանրության կարծիքը, կարծես թե բոլորը ասում են դրա ժամանակը չէ, բայց ժամանակն է արդեն կոտրել այդ ամեն ինչը, սկզբից մտածում ենք, որ չի ստացվի, բայց երբ արդեն մտնում ենք մեր գեղատեսիլ բնության գիրկը, մոռանում ես ամեն ինչ, մոռանում ես Facebook, մոռանում ես, որ դու շրջափակման մեջ ես եւ գտնվում ես մի հեքիաթային աշխարհում, մի դրախտում եւ այդ անկումը, տրամադրության անկումը ամեն ինչ կորչում է եւ այստեղից էլ եկել ենք այն համոզմունքին, որ սա պետք է շարունակական բնույթ կրի եւ շարունակենք մեր սկսված գործը։ Շատ լավ եւ կցանկանայի ավելի մանրամասն պատմեք ծրագրի մասին, օրվա, այսպես ասած, կարգացուցակը ինչպիսին էր այդտեղ նկարելուն զուգահեռ այլ միջոցառումներ եւս, եթե չեմ սխալվում, տեղի են ունեցել։ Ցավոք մենք ֆիզիկապես չկարողացանք պարզապես լինել այդ պահին այնտեղ։ Ճիշտ ասած կներեք, որ ընդհատում եմ, լրագրողների տաղավարը մնացել է դատարկ եւ հուսանք, որ հաջորդ միջոցառման ժամանակ դուք կլինեք այնտեղ, ձեր համար նույնպես։ Շատ լավ, այո, մենք դա նաև կփոխանցենք լրագրողների համայնքի մեր գործընկերներին։ Ամեն դեպքում տաղավարում մենք միշտ պատրաստ ենք ձեզ հյուրընկալել, բայց իհարկե ցանկալի է լինում, որ տեղից էլ է լուսաբանվում եւ նկարելուն զուգահեռ էլ ինչ միջոցառումներ էին կազմակերպվում այնտեղ։ Ճիշտ ասած, միջոցառումը նկարիչ Արցախ խորագիրը կրող, այո, մենք ուզում ենք նկարել Արցախը, նկարել Արցախը իր գեղեցկությամբ, նկարել մեր պատկերացրած Արցախը, բայց միջոցառման մեջ կար նաև ուրիշ խորհուրդ, մենք միջոցառումը համեմել էինք ազգայինով եւ ազգային բարի բաց դաս, ունեինք ազգային նվագարան եւ որը ամենաշատն է ուրախացրել մեզ, սկզբից մտածում էի, որ երիտասարդների մոտ ինչպես դուք եթերը սկսելուց խոսում եք ռոքի մասին, ասում ենք լավ ռոք են սիրում, ավելի ժամանակակից երգեր էին սիրում, բայց երբ մեր գեղատեսիլ Գանձասարում սկսվեց կանոնի գեղեցիկ նվագը, տեսնում ենք, թե բոլորը ինչպես էին հավաքվում, մեր ազգային նվագարաններ ուսումնասիրում եւ այստեղից հասկացանք, որ պետք է նորից մենք գնանք դեպի ազգայինը։ Ազգային խաղերի վրա ենք մեծ ուշադրություն դարձրել, ազգային, ինչպես ասեցի արդեն, բաց պարիդասներ եւ ազգային մեր արցախյան ժինգալով հացի բաց դասեր եւ որն է այստեղ ամենակարևորը, որ մեր տղաները սկսեցին իրանք էլ իրենց ձեռքերով պատրաստել բարպետաց դասեր, քանի որ ժինգալով հացի եւ այն տղաները պատրաստածներ ավելի համով տղաների թե աղջիկների։ Իհարկե տղաների եւ կցանկանայի նշել, որ այն տղաներն էին պատրաստում ժինգալով հաց, որ երբեք չէի պատկերացնում, որ նրանք կարող են մի օր հայտնվել խոհանոցում։ Դե փաստորեն մենք շատ կարևոր միջոցառում ենք բաց թողել ազգային երաժշտություն, ազգային պարեր, ազգային խաղեր, դեր նկարելու մասին չեմ խոսում, միջոցառումը զգալի մաս այնտեղ էր, հյուրասիրություն, միայն մենք ենք պակասում այնտեղ, ինչպես հասկանում։ Հաշվի կառնենք եւ այս պահին առաջարկում եմ առանձին անդրադառնանք եւ նշենք, որ նկարչության վարպետաց դասերին ներգրաված էին ավագ եւ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, հետաքրքիր է, որքանով են հետաքրքրված ներկաները դասընթացով։
Տեսեք, կարևորը այն էր, որ տարիքային սահմանափակում չկար։ Բոլորը կարող էին մասնակցեին նկարչության վարպետաց դասին ու մասնակցում էին տարբեր բնագավառներից, տարբեր մասնագիտության տերմարդիկ։ Այստեղ շեշտը դրված էր ոչ թե որ լավ նկարեին, ճիշտ գույներ օգտագործեին, այլ ինչպես են պատկերացնում Արցախը, ինչ են զգում, հենց Գանձասարի այդ բնության գրկում իրենք ինչ են զգում, ոնց են պատկերացնում մեր ավագ ուսանողները, մեր դասախոսական անձնակազմը օգնում էին ինչ-որ գծերով, ինչ-որ ներկերով, մի փոքր օգնում էին, բայց կարևորը այն էր, որ մենք մասնագետներով հեռվից մի քիչ նայում էինք, բոլորին տարբեր մասնագիտությունների մարդկանց հենց կապում էր արվեստը ու այդ տեսարանը, եթե մարդիկ զգացմունքային կտրվում էին, ասենք կես ժամ, մի ժամ տևեց, բայց այդ մի ժամվա մեջ իրանք մոռացան. Դա ինչ որտեղ նաև հոգևոր թերապիա է, կարծում եմ։ Կցանկանայի մեր Անահիտին լրացնել։ Մենք ուսանողն ենք, ով ասում է, այս առաջին անգամ են վրձին վերցնում եւ այնքան գեղեցիկ է պատկերել իրենց գյուղի եկեղեցին, որ հիմա շրջափակման պատճառով չի կարողանում հասնել գյուղ, ասում է, տեսեք, առաջին անգամ եմ ես վերցնում վրձին ու տեսեք ինչքան գեղեցիկ եմ նկարել։ Եվ այստեղից մենք կարող ենք հասկանալ, որ բոլորի մեջ կա այդ տաղանդը, նկարելու տաղանդը, եւ պետք է նման միջոցառումներ բացահայտելու մարդը բացահայտի ինքն իրեն։ Իսկ այդ նկարները հետո, կտավները հետո որտեղ եւ ինչպես են օգտագործվելու ու առհասարակ եթե օգտագործվելու են, թե դա հեղինակները վերցրել են իրենց հետ։ Մի մասը հեղինակները վերցրել են իրենց հետ, մի մասը, որոնք մնացել է մեր մոտ, փոքրիկ ցուցահանդեսի նման համալսարանի շրջանակներում, այո, կանենք։ Եվ այդ ցուցահանդեսը, դե Աշոտ ջան, դու փորձեցիք մեր գաղտնիքները բացել, այո, եւ այդ ցուցահանդեսը հենց կկազմակերպվի հաջորդ նկարիչ Արցախ նկարիչ խորագիրը կրող հրաշալի միջոցառմանը, այդտեղ կցուցադրվի առաջին Անդրանիկ այդ ցուցահանդեսը այդ աշխատանքները բավականին գունեղ եւ հետաքրքիր ներկայացնում եք, ինչպես էր անցել դասընթացը, միջոցառումը։ Գունեղ էր, չես կարող ավելի լավ պատկերացում կազմելու համար առաջարկում եմ դիտել տեսանյութ, որտեղ մենք կտեսնենք կադրեր, թե ինչպես անցավ միջոցառումը, այժմ մեր հեռուստադիտողներն էլ հնարավորություն կունենան ավելի մանրամասն ծանոթանալ միջոցառման ցանկացած կետին։ Դիտենք, հետո շարունակենք զրույցը։
Տեսանյութը մեզ հնարավորություն տվեց ավելի լավ պատկերացնել այն միջոցառումը, ինչի մասին խոսում ենք, եւ հիշեցնենք, որ տաղավարում զրույց շարունակում ենք Արև Հարությունյանի եւ Անահիտ Օհանյանի հետ։ Ինչպես հասկացանք, տեսանյութից միջոցառմանը առանձնահատուկ ուշադրություն էր տրվել ազգային երկուպարին, ինչը անչափ կարևոր է հատկապես մեր ժամանակաշրջանում, եւ իսկապես եթե այսօր ամսական գոնե մեկ կամ մի քանի անգամ ազգային երգեր ու պարեր ուսուցանել, մեր ազգի հոգեվոր եւ մշակութային արժեքների փոխանցման ընթացքը երբեք չի դադարի։ Ինչ կասեք։ Ճիշտ եք նկատել, եւ մենք մեր պապերը մեզ հարուստ ժառանգություն են թողել, եւ մենք մի քիչ լավ չեն գնահատում այդ ժառանգությունը, եւ պետք է մեր որդիներին, մեր թորներին կտակենք այդ ժառանգությունը, դա հենց մեր այդ ազգային ավանդույթներն են, մեր ազգային երգը, մեր ազգային պար ու ազգային խաղերն են։ Նախկինում մեր յուրաքանչյուր միջոցառում անց էր կացվում ազգային ավանդական խաղերով, եւ այդ ազգային ավանդական խաղերը հենց զվարճանք չէին մենակ, այլ նրանք կոփում էին պայքարի մարդկանց մեջ սերմանում էին, որ պետք է պայքարել, պետք է հաղթել, պետք է թիմային աշխատել, սակայն մենք չէինք հասկանում, թե դա մեր պապերը ինչ էին խաղում։ Եվ ավելի ռազմահայրենասիրական ոգին էր բարձրանում այն, որ նրանք երբ ընկնում են հենց այդ խաղերի մեջ հերվից դիտում է, թե ինչպես են ուսանողները խաղում, եւ ուսանողներից մեկը այն պարանի ավելի հարվածից ընկել է ու տեսնում եմ, թե նա ինչպես է զգացել ենք, որ շատ գինդ է եղել այդ հարվածը, նա կանգնում է, որ ոչինչ չի եղել։ Այսինքն այստեղ, որ ընկնելուց պետք է պատվով կանգնել եւ նորից շարունակել խաղը ու փորձում է ասում է ուսանողին, որ դուրս արի հանգստած, մյուս ուսանողները խաղան, նա չհամաձայնվեց ու տղամարդուն մա մինչև վերջ խաղաց իր խաղը, պայքար մինչև վերջ ու ցույց չեր տալիս, որ ես ընկել եմ ու վերջ։ Եվ կարող ենք սա հենց մեր այսօրվա իրավիճակի հետ ասել, որ հենց նույն իրավիճակն է, մենք պետք է չասենք ընկել ենք եւ վերջ, պետք է ուղենք մեր մեջքը եւ ապրենք, քանի որ Արցախը միայն ապրելով կարող ենք ապրեցնել։ Բայց եկեք խոստովանենք, որ 21-րդ դարում ժամանակակից սերունդը այդքան էլ հետաքրքրված չէ ազգայինով, ինչքան էլ որ ցավով եմ նշում։ Ինչ կասեք, ինչպես ստացվեց նրանց մեջ սերմանել ազգայինը։ Ճիշտ ասած, մենք էլ ենք այդպես մտածում, սկզբից երբ ծրագիրը գրում ենք, ասում ենք ինչպես անենք, որ իհարկե այս ամենը անում ենք երիտասարդների համար, որ նրանց համար օրը անցնի բովանդակալից եւ հետաքրքիր, սակայն ասեցինք եկեք փորձեցինք եւ տեսանք, թե նրանք ինչպես բոլորը մտան հենց խաղի մեջ, այսինքն նա ձգողություն այդ ավանդական խաղերը եւ սկսեցին սիրել մեր ավանդականը։ Ինչպես նաև եթե պարբերաբար նման միջոցառումներ լինեն, որոնք որ գիտեն, որ նախկինում նույնպես եղել են, հետաքրքրվող երիտասարդների քանակը ժամանակի ընթացքում ավելի կմեծանա, սա փաստորեն այս ամենը խոսեցինք ազգային ավանդական խաղերի մասին, իսկ ազգային պարերում ընդգրկվածությունը ինչպիսին էր, գոհացուցիչ էր արդյունքները ձեզ համար, երիտասարդները շահագրգռված էին։ Ոչ միայն գոհացուցիչ էր, այլ ես հիացած էի, քանի որ մենք շատ միջոցառումներ ենք կազմակերպել, մասնակիցն ենք եղել շատ միջոցառումների, հիմա տեսել եմ ականատեսն եմ եղել այն ամենի, որը ինձ իսկապես զարմացրել է։ Երբ մենք փորձում էինք ապրել մեր հետ մինչ պատերազմյան այդ մեր միջոցառումներին, տղաները ընդհանրապես չէին մասնակցում մեր ազգային պարերին, նրանց մոտ եւ ամաչում էին եւ կաշկանդվում էին եւ նրանք համարում էին, որ դա հին ինչ-որ մի պարեր են, բայց այս անգամ տեսա, թե ինչպես բոլորը միասին ու այդ համախմբված պարը, այդ մասնակցությունը իսկապես հիացրել է եւ հասկացել եմ, որ իսկապես մեր երիտասարդներին անհրաժեշտ է եւ մենք բոլորս, բոլոր շահագրգիռ մարմինները պետք է միանանք եւ տեսնենք, որ մեր երիտասարդների պետք է նես ամեն ինչը ու սկսենք աշխատել։ Ցանկացած միջոցառում ունի իր մեխը, այսպես ասած, հետաքրքիր է ձեր կազմակերպած միջոցառման ընթացքում ո՞րն էր այդ մեխը, որով առանձնանում էիք մնացածներից։ Մենք առանձնանում ենք մեր համալսարանը, առանձնանում է իր թիմային աշխատանքով, առանձնանում է իր ակտիվությամբ եւ հանրապետությունը մեր Արցախում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, երբ տեսնում եմ մեր երիտասարդներին, որտեղ նրանք նույնպես շատ ակտիվ են, հիացմունք ենք ապրում եւ դա մեր թիմային աշխատանքն է եւ որ մենք մեր համալսարանում մեզ համարում ենք, որ մեր տունն է։
Շատ լավ։ Շատ լավ։ Եթե վերադառնամ ազգային պարերին, այնտեղ մի փոքրիկ ավելացում ունեմ, եթե չեմ սխալվում, պարուսույցը Մարիամ Անդրեասյանն է։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնենք, որ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում վերասկսել են գործունեությունը տնջրե ազգային պարերի համույթի եւ այնտեղ շաբաթական 2 կամ 3 անգամ ազգային պարերի դասընթացներ են լինում, ցանկացողները կարող են անպայման մասնակցել եւ դրանով իսկ ավելի կտարածվի մեր ազգային պարերը նոր սերնդի շրջանում։ Զրույցը շարունակելով եւ եզրափակվելով արդեն հարցազրույցի միջոցառման շրջանակներում, թեկուզ եւ վերջին հարցը, եւս մեկ թեմա ունենք, որին ուզում ենք անպայման այսօր հասցնել անդրադառնալ։ Միջոցառումը եզրափակեցիք Ժենգյալով հացի հյուրասիրությամբ եւ Շարունակական բնույթ է կրելու արդյոք այդ կոնկրետ խոսքը ոչ թե Ժենգյալով հացի հյուրասիրությունը շարունակական բնույթ է կրելու, այլ այս ֆորմատը եւ այս միջոցառումը ֆորմատը նկարիչ Արցախ նկարիչ ֆորմատով միջոցառումը դա Աստված մեր պատկերացրած միջոցառումը լինի ավելի մեծ ֆորմատով շարունակական է լինելու եւ դա կլինի Արցախ աշխարհի բոլոր գողտրիկ անկյուններում եւ կցանկանայի նշել, որ այս բոլոր միջոցառումները չեն կարող կյանքի կոչվել, եթե մենք մեր մոտ չունենայինք մեր կողքին կանգնած չունենայինք մեր գործընկերներին, չունենայինք մարդկանց, ովքեր իրենց ձեռքը մեկնեցին կյանքի կոչելու այս միջոցառումը կցանկանայի նշել Արարիչ բարեգործական հիմնադրամին, իդեմս Կարեն Սարգսյանի, ով միշտ կանգնած է երիտասարդների կողքին եւ մեր կողքին, մեր բոլոր միջոցառումների կյանքի կոչելուն, կցանկանայի շնորհակալությունս հայտնել Արցախի Պահեստազորի սպաների միությանը, իդեմս Կարմեն Ասլանյանի, շնորհակալությունս հայտնել մեր Արցախի կրթության նախարարությանը, նրանք նույնպես աջակցել են մեզ եւ շնորհակալություն հայտնել մեր թիմին, ովքեր մինչեւ վերջ միասին կանգնեցին կողք կողքի եւ կյանքի կոչեցինք մեր այս ծրագիրը։ Եվ իհարկե Աշոտ ջան քեզ, քանի որ առանց ազգային նվագարանի չէր կարող այդ միջոցառումը այդքան գեղեցիկ լինել ու համոհոտը անպայման կկորցներ եւ այն, որ դու քեզ երբ մենք առաջարկեցինք, որ մասնակցի ազգային նվագարանը, միանգամից տվեցիք ձեր համաձայնությունը եւ սերը դեպի ազգային նվագարանը ավելի մեծացավ։ Շնորհակալություն, իհարկե սիրով պատրաստ ենք մենք բոլորս մեր ուժերի ներածի չափով միշտ լինել նման միջոցառումների կողքին, նաև քանի որ մեր տաղավարում եք եւ ժամանակն էլ մեզ հնարավորություն է տալիս ու քանի որ մեր Անահիտ Օհանյանն էլ դիզայնի դասախոսը սիրով ընդունել է մեր հրավերը, ով այս միջոցառման անբաժանելի մի մասնիկն է, բայց նաև Անահիտ ուզում ենք խոսել այն ծրագրի մասին, որը վերջին ժամանակներում շատ ակտիվ իրականացվում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողության հետ, դա Zoom հարթակում մեր ուսանողների մասնակցությունն է դասախոսությանը հայտնի դիզայներների հետ, չէ, եթե չեմ սխալվում, ովքեր գտնվում են Արցախից դուրս, հայտնի։ Մի փոքր այդ ծրագիրը կխնդրենք ներկայացնել նաև։ Ուրեմն տեսեք, վերջին անգամ Երևանում էինք մեր աշխատանքային այցով եւ ուսանողներով այցելել էինք Երևան, հանդիպել ենք մի շարք դիզայներների, մի շարք տեղեր ենք այցելել եւ հանդիպել ենք դիզայներների պալատում գտնվող մի շարք էլի դիզայներների հետ եւ Էլեն Մանուկյանի դիզայներների պալատի տնօրենի գլխավորությամբ որոշել են կայացնել այնպիսի նախագիծ, որ հայ դիզայներները ինչ որ ժամանակ առ ժամանակ կամ ուսանողները գնան Երևանում նախապատրաստվեն, անգամ իրանց պրակտիկաները անցնեն դիզայներների մոտ, բայց քանի որ հիմա իրավիճակը այսպիսին է, մեր նախագիծը չի խանգարել, նույն հանդիպումները անցկացվում է Zoom հարթակում։ Արդեն ծրագիրը մեկնարկը տրված է, 3 հանդիպում ունեցել ենք, որից ուսանողները շատ հիացած են ու շատ գոհ են։ 3 հանդիպումը, այո, իհարկե Ֆայինայի հետ, Ֆայինա Հարությունյանի հետ, Ֆայինա բրենդի հիմնադիր, Արամ Նիկոլյանի հետ եւ Վահան Խաչատրյանի հետ։ Ու ամեն շաբաթ ոնց որ ամեն մի դիզայներ իր օգտակար խորհուրդներով, դասախոսություններով այդ տեսակ ֆորմատով դասընթաց է վարում մեր ուսանողների հետ։ Նախքան մեր զրույցը նշեցիք, թե ինչքան ոգևորված էին մասնակիցները դասընթացներով եւ ինչքան էին մոտիվացված։ Ինչ տվեց առհասարակ դասընթացը նրանց։
Դասընթացը տվեց ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ պրակտիկ առումով, ասենք, հագուստի մոդելավորման ուսանողները, այնտեղ կա կտորների հարցեր, այնքան մանր ու նուրբ հարցեր կա, որ իրենք այնտեղից իրենց օգտակար խորհուրդներով կարող են նաև անգամ մոտիվացնել մեր ուսանողներին այստեղ, որ ուսանողը, այո, եթե նայում ենք շրջափակման պայմաններին, բայց ունենք ուսանողներ, որ ուզում են ստեղծել իրենց նոր բրենդը, ուզում են ունենալ իրենց նորաձևության սրահը։ Շատ լավ։ Հուսով ենք նաև այս դասընթացները շարունակական բնույթ են կրելու եւ արդեն երբ իրավիճակը կարգավորվի ամեն ինչ կկարողանանք կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր։ Ապագայի հետ կապված ծրագրեր կան, թե դեռ ապագայի հետ կապված շատ ծրագրեր կան, հերթով փորձում ենք մեկ-մեկ իրականացնել եւ կյանքի կոչել։ Դե եթե այդպիսի կուր անձնակազմով եւ լավ թիմով եք աշխատում, վստահ ենք, որ ամեն ինչ հաջողելու եք։ Իհարկե։ Շատ լավ։ Շնորհակալություն ենք ասում մեր այսօրվա հրավերն ընդունելու համար եւ իհարկե մաղթում ենք հաջողություններ նման եւ տարբեր այլ ծրագրեր իրականացնելու համար։ Շնորհակալություն։ Բարեկամներ, հիշեցնենք, որ տաղավարում զրուցում ենք Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ուսանողների հետ աշխատանքների տարման գծով ռեկտորի տեղակալ Արև Հարությունյանի եւ նույն համալսարանի դիզայնի դասախոս Անահիտ Օհանյանի հետ։